Սիրելիներս ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմալիք։ Այսօր եկել եմ այս շքեղ, բայց միևնույն ժամանակ այս նուրբ տորթով, որը վաղուց մտքումս էր պահված հատուկ մայրիկիս համար։ Վաղուց էի որոշել, որ այս գեղեցիկ եւ շքեղ տորթը լինելու է մայրիկիս հոբելյանական տորթը։ Այնպես որ եկեք համախմբենք մեր ուժերը եւ միասին պատրաստենք այն։ Քանի որ տորթի համար օգտագործելու ենք եփովի կրեմներ, մեկը նարնջով կուրդ է լինելու, իսկ մյուսը սովորական մեր ավանդական դասական, այսպես ասած, եփովի կրեմն է։ Դրա համար սկսում ենք կրեմների պատրաստման process-ից, հետո արդեն կանցնենք շերտերին։ Ուրեմն սկզբում պատրաստում եմ նարնջի կուրդը։ Այստեղ ես առանձին ամանների մեջ արդեն բաղադրիչները լցրել եմ, ձվին ավելացնելու ենք շաքարավազը։ Այստեղ նարնջի հյութ ունեմ, երկու մասի եմ բաժանել։ Մի մասի մեջ կլցնեմ նարնջի ցեդրան։ Չմոռանամ ասել, որ այստեղ նարնջի հյութը տաքացրել եմ միայն այս մի տարայի միջինը, որպեսզի ցեդրայի համերը շուտ կլանի։ Ու նաև ունենք ալյուր, կարող ենք օգտագործել նաև օսլա, ով ինչ ցանկանա։ Հիմա ես սա կխառնեմ ու մնացած բաղադրիչներն արդեն քիչ-քիչ կավելացնեմ։ Ձուն ու շաքարավազը դարձել եմ միասեռ զանգված, լցնում եմ ալյուրը, սա էլ եմ խառնում ու դարձնում միասեռ զանգված, այնուհետև ավելացնում եմ նարնջի սառը հյութը, որը որ տաքացրել եմ, դա դեռևս մնում է մի անկյունում, ու սա էլ խառնում եմ, ձվի զանգվածը լավ խառնել եմ, դարձել է միասեռ զանգված, հիմա այն դատարկում եմ թավայի մեջ կամ կաստրուլայի, մոտավորապես 10 րոպե անց, երբ ցեդրան արդեն ամբողջությամբ իր համը փոխանցել է նարնջի հյութին, քամում եմ հյութը, ավելացնելով ձվի զանգվածի վրա։ Ես այստեղ մեխանիզմ եմ ստեղծել, որպեսզի ցանցս շուրջ չգա ձվի զանգվածի մեջ, փոքրիկ ցանց եմ վերցրել։ Հուսով եմ ինձ հուսախաբ չի անի։ Իդեպ, եթե ցանկություն ունեք կամ ձեզ դուր է գալիս ցեդրայի համը, կարող եք հանգիստ առանց մաղելու ավելացնել կրեմին։ Զանգվածը լավ խառնելուց հետո դնում ենք կրակին եւ սկսում եփել։ Այսինքն ինքը իրականում նույն եփովի կրեմն է, ուղղակի այստեղ կաթի փոխարեն նարնջի հյութ եմ լցրել։ Ես իմ ալիքում ունեմ նաեւ մանդարինի կուրդը, հղումը կդնեմ, դա էլ կտեսնեք։ Էլի նույն process-ն է, ուղղակի այնտեղ էլ նարնջի հյութի փոխարեն մանդարինի հյութ է։ Վերջ, տեղափոխում եմ գազօջախի վրա։ Ինչպես եփովի կրեմը, սա նույնպես այսպես խառնելով, անընդհատ խառնելով եփում ենք։ Ամբողջ խոհանոցով նարնջի հոտն է տարածվել, շատ հաճելի է։ Իդեպ ինձ համար շոկոլադի եւ նարնջի համադրությունը ամենահարուստ ու ամենահետաքրքիր համային համադրություններից է։ Ինձ շատ է դուր գալիս։ Ես իմ ալիքում էլի ունեմ տորտ, որտեղ էլի շոկոլադի եւ նարնջի համադրություն է, բայց այնտեղ հակառակն է։ Եթե այստեղ կրեմը նարնջի համով է, իսկ բիսկվիթը շոկոլադի, այնտեղ հակառակն է, այնտեղ կրեմն է շոկոլադի համով, իսկ բիսկվիթը նարնջով բիսկվիթ է։ Էլի շատ համեղ, շատ հետաքրքիր բիսկվիթ է։ Նկարագրությունների բաժնում հղումը կդնեմ, կարող եք հղումով անցնել ու նայել։ Շատ գեղեցիկ ձևավորումով, շատ հետաքրքիր ու բնականաբար շատ համեղ տորթ էր ստացվել։ Ընդամենը մի քանի րոպե անց մեր զանգվածը արդեն պնդել է, տեսեք ինչ հետաքրքիր գույն ունի։ Իսկ բույրը ուղղակի հնարավոր չի նկարագրել։ Մի րոպեի չափով էլի այսպես խառնում եմ, մինչև լավ պնդի եւ վերջ կրակից վերցնում եմ։ Կուրդը տեղափոխել եմ մեկ այլ տարայի մեջ, որպեսզի ավելի արագ սառի։ Հիմա սննդային թաղանթով կամ տոպրակով կծածկեմ, որպեսզի վերևի շերտը մակերևույթը չչորանա ու արդեն կանցնեմ եփովի կրեմին, սովորական դասական եփովի կրեմին։ Պատրաստման եղանակը չեմ նկարելու, որովհետև իմ ալիքում արդեն կա, վերջերս եմ հրապարակել էկլերի պատրաստման տեսանյութի մեջ է, որովհետև ես այնտեղ հենց օգտագործել եմ եփովի կրեմ, ուղղակի արագ կպատրաստեմ ու արդեն կանցնենք շերտերին։ Աղջիկներ ջան, հիմա պատրաստում ենք շոկոլադե աղջիկ տորթի շերտերը, բիսկվիթները, որոնց համար մեզ անհրաժեշտ է ձու, որին ես ավելացրել եմ մի պտղունց աղ, ալյուր եւ փխրեցուցիչ, փոշի բաղադրիչներից են։ Այստեղ խտացած կաթ է, կաթ եւ շոկոլադ։ Այս տորթի համար ես օգտագործում եմ շոկոլադ, բայց դուք կարող եք շոկոլադի փոխարեն օգտագործել կակաո, դա ձեր նախընտրությունն է, ձեր նախասիրությունը։ Խմորի խտության դեպքում մի քիչ տարբերություն է լինում, բայց կարող եք կաթը մի քիչ ավելացնել ու այդպես բալանսավորել։ Հիմա մինչև ձուն դնեմ հարվելու, այդ ընթացքում կտաքացնեմ կաթը եւ շոկոլադը։ Շոկոլադը ամբողջությամբ պետք է հալվի ու դառնա միասեռ զանգ։ Կաթը լավ տաքացել է, հիմա մի հատ խառնեմ շոկոլադը ամբողջությամբ հալվի, պետք է գնդիկներ չլինեն, որպեսզի խմորը ավելի գեղեցիկ լինի։ Ձուն հարել եմ, լավ փրփրել, սպիտակել է։ Ուրեմն լցնում ենք խտացած կաթը,
կաթի և շոկոլադի վրա և էլի լավ խառնելով ստանում միասեռ զանգված։ Նախկինում, երբ որ տորթի պատվերներ էին թունում, հատկապես սկզբնական փուլում, երբ որ նոր էի սկսել, շատ է ես տորթերի պատվերներից ստանում մոլոչնայա դիևочка, շոկոլադնայա դիևочка, и կարամելնայա դիևочка։ Երեքն էլ շատ սիրում էին մարդիկ ու հաճախակ էին պատվիրում։ Վերջ, զանգվածը ամբողջությամբ դարձել է միասեռ, հիմա լցնում ենք հարված ձվի վրա և շարունակում հարել։ Ձուն լավ հարվել է, տեսեք ինչ լավ է սպիտակել, հիմա քիչ-քիչ չափաբաժիններով ավելացնում եմ շոկոլադե զանգվածը և փոշի բաղադրիչները։ Աղջիկներ ջան, ես խմորը կշռել եմ, ինձ յուրաքանչյուր շերտի համար պետք է 150 գրամ խմոր։ Այստեղ յուղաթղթի վրա շրջանակը գծել եմ 26 սանտիմետր տրամագծով ֆորմայով, ուր այդ ֆորման, հա, հեսա։ Այսպիսի ֆորմայով շրջանակը գծել եմ։ Հիմա կշերքի օգնությամբ 150 գրամ խմորը կտարածեմ թղթի վրա, յուղաթղթի վրա։ Մի հատ շերքը միացնեմ, որ տեսնեմ ինչքան է պակասում։ Տրամագից ուզում եմ մի քիչ մեծ լինի, գուցե շերտերը 10 հատ չլինի, ես դա 10 մասի եմ բաժանել, ես պատրաստի խմորը, բայց փնթի արեցի, գուցե շերտերը 10 հատ չլինի, ասենք հավաքելուց հասկանամ, որ օրինակ 8 հատը ավելի լավ է, չեմ ուզում տորթը շատ բարձր լինի, ուզում եմ, որ ինքը ավելի շատ մեծ տրամագծով լինի, բայց ցածր։ Մի հատ սա կթխեմ, կտեսնեմ ինչքան է լինում հաստությունը թխվելուց հետո նոր արդեն երկրորդը կտարածեմ։ Գուցե տեսնեմ բարակ է ու 150-ի փոխարեն օրինակ որոշեմ, որ 170 գրամ պետք է լինի։ Ես ճիշտն ասած կուզեի, որ մի քիչ ավելի մուգ լիներ խմորը, բայց քանի որ երեխաներն են ուտելու, իսկ իրենք այդպես շատ ճիշտ է շոկոլադե տորթեր սիրում են, բայց շատ շոկոլադային չեն սիրում։ Իրենց դուր չի գալիս, որ մուգ շոկոլադով կամ դառը շոկոլադով է պատրաստված։ Իրենք ավելի շատ կաթնային շոկոլադի համն են սիրում, դրա համար ես հենց կոնկրետ կաթնային շոկոլադ եմ օգտագործել։ Խմորը շատ լավ է ստացվել, շատ փափուկ, լավ հարել եմ, շատ եթերային խմոր է։ Ես սիրում եմ, որ այս տորթի շերտերը շատ բարակ են լինում, շատ բարակ, ինձ այդպես շատ դուր է գալիս։ Յուղաթուղթս լավն է, հուսով եմ, որ շատ հեշտ կփոխվի։ Վերջ, հիմա դնում եմ ջեռոցի մեջ, արդեն միացել եմ ջեռոցը 180 աստիճանի տակ, թխել եմ երևի մոտավորապես 4-5 մաքսիմում 5 րոպե։ Ուրեմն 7 րոպե թխելուց հետո, տեսեք, կողքերը մի քիչ կարմրեց, ինձ թվում է 6-ը իդեալական է, 5-ը մի քիչ քիչ էր։ Սկզբում 5 րոպե դրեցի, հետո հենց ջեռոցը անջատվեց, ավելացրեցի եւս 2 րոպե, բայց պետք էր ընդամենը 1 րոպե ավելացնել։ Մի հատ հիմա տեսնեմ ոնց է պոկվում։ Օ, իդեալական։ Իդեալական պոկվում է։ Շատ լավ պոկվեց, հաստությունը շատ լավ է։ Ես հիմա շարունակում եմ նույն չափաբաժնով տարածել յուղաթղթի վրա ու թխել։ Ամբողջը կթխեմ, հետո արդեն կմիանանք։ Բայց ուզում եմ մի բան խոստովանել, երեք այս նույն տորթի համար ես սկսեցի շերտերը թխել ու յուղաթուղթս այնքան վատն էր, որ ինքը կպավ, փշրվեց, չգիտեմ, որ հնարավոր չէր, բացարձակապես հնարավոր չէր պոկել յուղաթղթից։ Այդ ամբողջ խմորը լցրել եմ ուղակի տապակի մեջ, այդպես կեքսի նման բան եմ թխել, երեխեքը կերել են, այսօր գնացել եմ մասնագիտացված խանութից հատուկ յուղաթուղթ եմ առել մասնագիտացված, որ ոչ մի խնդիր չառաջացնեմ։ Ափսոս այդ տեսանյութը ես ջնջեցի, որովհետև հեռախոսից մեջ տեղ չկար։ Շատ կուզեի ցույց տայի, իրականում ինչ եմ ստացել, ինչ ահավոր էր ուղակի։ Մագնիտից էի յուղաթուղթը գնել, շատ վատն էր։ Ընդհանրապես ես իրենց յուղաթուղթը չեմ հավանում, բայց դե մեկ-մեկ պետք է գալիս, ստիպված գնում ենք։ Հաստությունը շատ լավ է։ Վերջ, քանի որ ես արդեն ցույց տվեցի, թե ինչ տարբերակով եմ խմորը բաժանում, տարածում եւ այլն, մնացածը կանեմ առանց տեսախցիկ, հետո արդեն վերջում կմիանամ։ Շերտերը թխել վերջացրել եմ, շատ համեղ է ստացվել, շատ նուրբ է,
հաստությունը հենց իմ ուզածի նման, իդեալական, այսպես շատ բարակ, որպեսզի տորթը նուրբ ստացվի։ Եզրերը կտրել եմ հենց տաք վիճակով, որ հավասար լինի ու գեղեցիկ ստացվի տորթի կտրվածքը, բայց մի խնդրի մասին եմ ուզում խոսել։ Ուրեմն, քանի որ ես տորթի մեջ, խմորի մեջ օգտագործել եմ կաթնային շոկոլադ, տեսեք գույնը ոնց որ ավելի շատ կարամելային լինի։ Համը շոկոլադի է, բայց գույնը չի համապատասխանում իր անվան հետ։ Այնպես որ այն մարդիկ, ովքեր որ շոկոլադասեր են ու ուզում են, որ ավելի արտահայտիչ համ լինի, շոկոլադի համը ավելի արտահայտիչ լինի, կարող եք օգտագործել մուգ եւ դառը շոկոլադ միասին կամ կակաոյի փոշի կաթնային շոկոլադի փոխարեն։ Ինձ մոտ կաթնային շոկոլադ է, բայց ինքը դե իրականում շատ լավ է ստացվել, շատ ու յուղաթուղթն էլ քանի որ լավն էր, շատ հեշտ պոկվեց։ Հա, մեկ էլ մի բան, եթե ուզում եք, որ այսպիսի հարթ շերտեր ստանաք, յուղաթուղթը ամեն երկրորդից հետո փոխեք։ Ես օրինակ մի քանի հատը նույն յուղաթղթով արեցի, տեսեք սա ոնց որ կնճռոտված լինի, այս սա օրինակ, ոնց որ կնճռոտված բան շերտ լինի։ Սա երևի 3-րդ կամ 4-րդն էր, այնպես որ եթե կա այդ հնարավորությունը, ավելի հաճախակի փոխեք յուղաթուղթը։ Տորթի սկիսաֆաբրիկատներն արդեն պատրաստ են, հիմա հավաքում ենք այն։ Ունեմ երկու տարբեր կրեմ, եփովի կրեմ ու նարնջով կուրդը եւ կարամելեի գույն ունեցող շոկոլադե լիստեր։ Այսինքն վերջում ստանալու ենք շոկոլադե աղջիկ հանրահայտ տորթը։ Շերտերի միջև լինելու է հավասար չափաբաժնով կրեմ, որպեսզի կտրվածքը գեղեցիկ լինի։ Դրա համար աշխատում ենք շատ մանրակրկիտ։ Ուրեմն շերքի օգնությամբ ես պետք է հասկանամ, թե ինչքան կրեմ է գնալու մեկ շերտի վրա, ինչքան կրեմ եմ ես օգտագործելու մեկ շերտի համար, որպեսզի կտրվածքը իդեալական լինի, վերցնում եմ նախնական 200 գրամ կրեմ, ուղիղ 200 գրամ եւ տարածում եմ շերտի վրա, եթե քիչ եղավ, հետո կավելացնեմ ու արդեն կոնկրետ կհասկանամ, թե ինչքան կրեմ է օգտագործվում։ Բավականին խիտ է ստացվել, այնպես որ հանգիստ կարող ենք օգտագործել։ Դեռ չգիտեմ ամբողջը կհավաքեմ թե չէ, չեմ ուզում որ տորթը շատ բարձր լինի։ 200 գրամը քիչ է։ 260 գրամ։ Շատ նուրբ տորթ է ստացվելու, շատ համեղ։ Ես Արմանչիկի ծնունդին 4 տարեկանում պատրաստել եմ այս տորթի բոլոր տարբերակները, մի հատ մեծ տորթ էր, կոնստրուկտոր ոնց որ ինքը լիներ ու առաջին շարքը մոլոչնայա դևոչկայի բիսկվիտներն էին, երկրորդ շարքը շոկոլադե աղջիկներ, շոկոլադնայա դևոչկա, իսկ երրորդ շարքը կարամելնայա դևոչկայի բաներն էին, շերտերն էին, շատ համեղ էր։ Հիշում եմ, որ մեկը մանդարինի կուրդով էի պատրաստել, կարծեմ կարամելներ։ 260 գրամ, ճիշտ եմ հասում, հա, 260 գրամ յուրաքանչյուր շերտի համար, երկրորդ շերտն ենք դնում ու էլի օգտագործում 260 գրամ կրեմ, քանի որ նարնջի կուրդը մի քիչ թթվաշություն ունի ու նաև քիչ է ստացվել, ես ամեն երրորդ շերտի վրա կլցնեմ նարնջի կուրդը, այսինքն այստեղ էլի լցնում եմ եփովի կրեմը, առաջին երկրորդ շերտերի վրա, այսինքն եփովի կրեմ, երրորդ շերտի վրա նարնջի կուրդ, 4-ի 5-ի վրա եփովի կրեմ, 6-ի վրա նարնջի կուրդ։ Դրել եմ երրորդ շերտը ու նույն չափի նարնջով կուրդ եմ լցնում, սա մի քիչ ջրիկ է, գուցե մի քիչ ավելի քիչ լցնեմ։ Եթե ջրիկ է, ռիսկային քայլ չենք անում ու շատ չենք լցնում, որովհետև գուցե շերտերը չդիմանան դրան ու այսպես սկսի խարխլվել։ Քանի որ ինքն էլ շատ փափկեցնող է կուրդը, նույն եփովի կրեմի էֆեկտն է տալիս։ Դրա համար պետք է շատ զգույշ լինել։ Սա ավելի հեշտ է տարածվում, այնպես որ 200 գրամը լրիվ հերիք է։ Չդնում ենք 4-րդ շերտը ու այդպես շարունակ, բայց որպեսզի հավասար հավաքվի, ես անպայման ուզում եմ ացետատի ժապավենով ֆիքսել ու վերջում ֆորմա հագցնել։ Սի ամրակներով հագում, ամրացնում ու ֆորմայով էլ ավելի ֆիքսում։ Հիմա արդեն հավանականությունը, որ ավելի հավասար կհավաքվի տորթը, շատ ավելի մեծ է։
Վերջ, շարունակում եմ նույն կերպ հավաքել, վերջում արդեն կմիանամ ու ցույց կտամ, թե ինչ ստացվեց։ Աղջիկներ ջան, կրեմը մինչև վերջին գրամը օգտագործել եմ, շերտերը ամբողջությամբ օգտագործել եմ։ Հիմա մի հատ մակերեսը կծածկեմ, վերևի շերտը կծածկեմ սննդային թաղանթով ու ինչ որ ծանր մի բան կդնեմ անպայման վրան, որպեսզի հավասար ինքը նստի, հավասարվի ամբողջը ու կտեղափոխեմ սառնարան, որից հետո արդեն կանցնենք դեկորների պատրաստմանը։ Դեկորները շատ հեշտ են պատրաստվելու, բայց շատ ժամանակատար է լինելու։ Թե դեկորների պատրաստումը եւ թե ընդհանուր տորթի ձևավորումը։ Վաղն ենք ձևավորելու, կկրեմապատենք մի հատ լավ հավասար գեղեցիկ, կրեմ չիզով երևի, ու հետո արդեն կսկսենք միասին ձևավորել։ Ուրեմն տորթի դեկորների համար մեզ անհրաժեշտ է ստանալ այսպիսի կիսաշրջաններ, այսինքն շատ անթիվ անհամար։ Ես արդեն բավականին շատ կտրել եմ, այսքան։ Բայց հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչից ենք ստանում ու ոնց ենք ստանում։ Ուրեմն ունեմ այսպիսի վարդետ թղթեր, որոնք 10 սանտիմետր տրամագծով բաժակով, բաժակի տրամագիծը 10 սանտիմետր է։ Так, մի հատ 10 սանտիմետր տրամագծով բաժակի օգնությամբ շրջանագծեր եմ գծում թղթի վրա։ Վաֆլե թուղթը A4 ֆորմատի չափ է, խես խնդում արամ։ Ուրեմն, որպեսզի թուղթը շատ չփչացնեմ, հնարավորինս ռացիոնալ օգտագործեմ։ Լավ, հիմա գծեմ, նոր ցույց տամ, ինչ եմ ուզում ասել։ Ինչ է տաս Արտուրին։ Խի։ Ուզում եմ իրամոտուտան տնամ ինչ կասի։ Ուրեմն ես այստեղ 5 շրջանագծեր եմ գծել, որպեսզի թուղթը հնարավորինս ռացիոնալ օգտագործենք, ատխոդները մաքսիմում քիչ լինեն, համել դե կարողանանք տորթի այդ ամբողջ տրամագծով ամբողջ դեկորները ստանալ։ Ես այս հատվածները չեմ գցելու, այս փոքր վերևի ու ներքևի հատվածները։ Իրենցից ստանալու եմ այսպիսի կիսաշրջաններ, այսպես։ Այսինքն ստացվում է, որ երկուսից մի հատ գոնե շրջան դուրս է գալիս։ Հիմա մի քանի հատ, 5 հատ երևի դնում եմ իրար վրա, 6 հատ էլ ստեղից անում։ 5 հատ դնում եմ իրար վրա ու կտրում եմ։ 5 հատը շատ է, 4 հատ, մի քիչ փշրվում է։ Ուրեմն, շատ զգուշությամբ, այնպես ենք անում, որ գրիչի հատվածները դուրս գան, որպեսզի դեկորները գեղեցիկ նայվեն, փնթի չլինի էլի։ Եթե ես տեսնեմ, որ ինչ-որ տեղ կա, որ դուրս չի եկել, դա արդեն ձևավորելու ընթացքում կկտրեմ։ Ամա, Ջանա, վաղը սրանք եմ հակնելու։ այդ ինչ է։ Հա։ Այսպիսի շրջաններ ենք ստանում։ Հիմա ես շրջանը այսպես մեջ տեղից կտրում եմ ու սարքում եմ 2 հատ շրջանագիծ, կիսաշրջան։ Այս դեպքում դե շատ։ Հիմա հաջորդ շրջանագիծն ենք կտրում։ Սենց հերթով կտրելով կանում եմ։ Այսօր կտրեմ պատրաստեմ, որ վաղը արդեն արագ ձևավորենք։ Ուրեմն այս մասերը չենք շպրտում, սրանցից ստանում ենք կիսաշրջաններ։ Սա դնում եմ այս բաների, աստատկաների, մնացորդ, դնում եմ մնացորդի վրա, այսենց, ու գծում եմ։ Ու այդպիսով ստանում եմ արդեն կիսաշրջաններ։ Տորտի կրեմապատման համար մեզ անհրաժեշտ է կրեմ չիզ, որոշել եմ կրեմ չիզով կրեմապատել, որովհետև ինձ համար այն ամենահուսալի, նադյոժնի հայերեն
ամենահուսալի կրեմներից մեկն է։ Ուրեմն այստեղ կարագ է շաքարի փոշիով, հիմա սա կդնեմ լավ կհարեմ հարիչով, հետո արդեն կավելացնեմ էկոմիլկի սերուցքային կատնաշորային, այսինքն ստացվում է կատնաշորային սերուցքային պանիր, կրեմների մեջ այն շատ է դուր գալիս, չնայած ինչու ոչ նաև ուղակի հացերի հետ, խլեպցի եւ այլն սալատների մեջ մի խոսքով իդեալական ինձ համար ամենաիդեալական բաներից է, կատնաշորային պանիրներից է։ Կատնաշորային պանիրն էլ եմ լցրել, հիմա սա էլ մի հատ լավ խառնեմ ու մեր կրեմը պատրաստ է։ Աղջիկներ ջան, ես տորթը արդեն կրեմապատել եմ, ամբողջությամբ չեմ հարթեցրել, որովհետև ինքը տենց իրականում չի էլ զգացվում այդ դեֆեկտները, բայց ես այստեղ մի հատ կիքս ունեմ։ Ուրեմն ես տորթը մինչև կրեմապատելը հավաքելուց անմիջապես հետո չափել եմ, ինքը 9 սանտիմետր է։ Ես ընտրել եմ 10 սանտիմետր տրամագծով բաժակ ու կտրել եմ այսպիսի կիսաշրջաններ, հուսալով, որ դե 9 սանտիմետր մի քանի միլիմետր տորթը հավաքելուց հետո կնստի, հետո կրեմը քսելուց հետո կդառնա մոտավորապես 10 սանտիմետր, եթե ոչ ավելի քիչ, ու այս 10 սանտիմետր տրամագծով կիսաշրջանները իսկականն են, բայց պարզվում է, որ չէ։ Իմ տորթը ստացվել է ավելի բարձր, քան իմ կիսաշրջաններն են, տեսեք տարբերությունը։ Երևում է, չէ, այսքան։ Հիմա ես որպեսզի այդ դեֆեկտը փակեմ, անհավասար եմ կպցնում։ Տեսեք, այստեղ օրինակ կտորներ կան, կիսաշրջաններ կան, որ տորթից վերև են, որովհետև ես իրենց վերև եմ դնում, հետևաբար տակի հատվածն է ավելի դատարկ մնում։ Իսկ որը որ հենց տակից եմ դնում, վերևի հատվածն է դատարկ մնում, այդպես կոմպենսացնում եմ մի խոսքով։ Հավաքելուց հետո ինքը շատ գեղեցիկ կստացվի։ Ես մի հատ ամբողջ շրջանագծով անցնեմ տորթի, հետո արդեն եթե դեկորները ավելանան, այսպես արանքները կդնեն մի քիչ ավելի կխտացնեմ։ Շտատիվը Արամի մոտ է, ես չեմ կարողանում դնել ու այդպես շտատիվի վրա հեռախոսս դնել ու այդպես նկարել։ Այսօր Արման չկա, խաղ ունի, գնացել են կավրով ընկերական հանդիպման ու Արամը նկարում է Արմանչիկի խաղերը։ Դրա համար ես ստիպված այսպես ձեռքով նկարելով ընթացքում կմիանամ ու ցույց կտամ։ Այստեղ արանքներ է մնում, մի քիչ կրեմը երևում է։ Հիմա ես ամբողջը ձևավորեմ, արդեն մնացած թերթիկներով ոնց հասկացա թերթիկները շատ են, բավականին շատ է ստացվել ու հաստատ կավելանա արանքները ձևավորելու համար, մի քիչ ավելի խիտ սարքելու համար։ Շատ սիրուն է, ընտիր։ Հիմա Արամը ծաղիկներն էլ կբերի, որ վերևի հատվածներում սիրուն դնեմ։ Իհոտ նայեք ինչ սիրուն է։ Շատ սիրուն է։ Մի հատ ծաղիկներն է շարունակեմ դնել։ Այսպիսի փոքրիկ ծաղիկներ եմ դնում։ Մի պտտվի հանգիստ։ Վերջին շտրիխները։ Ես որոշեցի կողքերն էլ ծաղիկներով ձևավորել, որովհետև համ ունեի, համ էլ ուզեցի, որ սենց մի քիչ դեկորները շատ լինեն, մի տեսակ հարսի տորթի տպավորություն էր թողում։ Այսպես ինձ թվում է շատ սիրուն, Արտուր սիրուն է եղել։ Ասա, որ սիրուն է Արտուր։ Արման։ Ասա, որ սիրուն է։ Ասում է 500 ռուբլի կտա ես տորթին, 500 ռուբլի։ Մենակ ծաղիկներն է 500 ռուբլի եղել։ Անշնորհք տղա, մամայի աշխատանքը չի գնահատում։ Այստեղ էլ մի հատ դնեմ։ Մի քանի հատ էլ պասիպկա եմ լցնում։ Այս կրեմի գույնը իրականում ավելի սպիտակ է, բայց հեռախոսը մի տեսակ դեղին է փոխանցում։ Վերջ ուալյա։ Красота։ Վատ տորթ։ Հելենայի ասում է վատ տորթ է։ Շատ է երկար Հելենայի։ Happy birthday, happy birthday, happy birthday, happy birthday. Ես դեմ ելա խքեթե քուֆե։